Զրույցան մենակ ենք մնացալ։ Այնքան էլ ինձ այդ ձայնը մոտիկ է, մի պահ գացամ, տաս իմ անջուկիս կողքը մագեցա։ Ամենավախելին էն էլ է, որ ես հասկացա չեմ ընտանիքի անդամն ես տանան արդյոք։ Ինձ էլի սուտ կա։ Սոված, ծարավ, գրակը տարել է նրանց, ում խնայել է փամփուշտ։ Չգիտես ինքը կինա թե տղամարդ, դա գաղ պատերազմից հետո չի ել։ Տան հանդուրս գալիս։ Ես հայտեսի բան։ Ես Կարինեն Պետրոսովա, ծնված մեծացած Արցախի Հանրապետությունում, քաղաք Ստեփանակերտում, ու իմ կյանքի ամբողջ ամիսները, տարիները անց եմ կացել հենց հայրենի օջախում, ընդհանրապես երբեք դուրս չեմ եկել, միշտ ուզում էի տանը մնալ։ Ինձ հողը շատ էր պահում, շատ եղել են դեպքերի ցանկություններ, որ օրինակ ընկերուհիներս բանը գնում են մի որևէ տեղ կամ արձակուրդի են գնում կամ պլանավորում են իրենց օտպուսկները, ես երբեք օտպուսկներ չեմ պլանավորել։ Միշտ մի բան չէր ստացվում։ Ու երբ որ չէր ստացվում, հա, սկզբի շրջանում տխրվում ես, բայց հետո դրա տեղը մի հատ ուրիշ լավ դուռ է բացում ու ինձ միշտ հնարավորություն էր երկրորդը ուսումնասիրել իմ Արցախը։ Ու ամեն ամիս, ամեն տարի մի հատ գյուղ բացելով հասկացել եմ, որ ընդհանրապես ինձ ուրիշ տեղ ձգտելու կամ գնալու ցանկություն կամ անգամ իղձ չկա։ Միակ վայրը, որտեղ ես մտնում եկեղեցի եւ զգաստանում եմ, դա եղել է ու կա ու կլինի միշտ Գանձասարը։ Չգիտեմ այնտեղ ինչ կար, որ ես ամեն անգամ հենց որ մտնում էի մեջը, ես զգաստանում էի։ Այնպեսի տպավորություն է, որ մեկը ինձ անայում ու ես այնպես է ինձ ձգում, որպեսզի անգամ մի հատ թեթև սխալ չթույլ տային։ Հողը, որ ինձ պահել է, դա իմ տան հողն է, որտեղ ես ծնվել մեծացել եմ, չգիտեմ, միգուցե դա կապված է, որ մեր տան բակում ենք, հողատարածք ունենք ու ամբողջ կյանքը աշխատել ենք այդտեղ։ Բլոկադայի ժամանակ արդեն տատոս ու պապս չկային, բայց հողը կար։ Ու վերհիշելով իրենց սովորացածները, իրենց այդ աշխատանքները, սկսեցինք նորից վերամշակել մեր հողը, որը տարիներ շարունակ ուղղակի ծաղկամանի էր վերածվել։ Նայած տարվա որ եղանակն է, սկզբից տատս կամ պապս սխտոր էին վարում։ Հետո սխտորի տեղ քանդում կարտոշկա են վարում։ Կարտոշկայից հետո լոբինակյամ, լոբից հետո կանանչինակյամ։ Այդ հողը մսպալ է, կերակալ է, դուրս գանել եղել է ստիպված։ Հարկադրաբար բռնի կերպով։ Միշտ ուզած մի բան առասկին աստուն։ Եթե դու կյանքում ընդհանրապես ինքդ պիտի ջուբը տնելիս չսիրել կամ տան հետի մտածելիս չսիրել, արդեն ամեն մեկը սկսել է իրան տանը հետի մտածելը։ Ու արդեն ամեն մինը как будто вырсела кинулись. Ինչ ջարե շուտ բերիտոն։ Անկախ նրանք դա ավտոմատա չէ։ Ասա լավ է տան անդամները մինը կոդին։ Զաստոկեքը սկզբից մուզիկների նման էր, մուզիկները անաշնամ թք հերթավ ավարտում է։ Վերջին վերջում մնալիս հələ բանկի կապելու գրիշկան ինձ դա շատ վախեցա։ Դա ցանդայր։ Ես կյանքում պատկերացրել չեմ մինդարաշրջանում ապրելու այդտեղ կաղնելում հերթ, ժամերով կաղնելում հերթ, ծանոթությունում ձեկ բիլեն, ասլանամ խոսլեն, ծիծեղելում, հետո տիրտեք կելում տոն, որտեղ իմ պայ հացսել էլ չի։ Երկար ձգելու ես հույս չունեի, որովհետև ցանկացած բեկ ստանալու համար քեզ սերմա պետք է։ Սերմը պետք է ներմուծվի։ Չեմ ասում ուրիշ երկրից, Հայաստանից կամ այլ տեղից, անգամ մեր գյուղերից ներմուծելու հնարավորություն չկար։ Գյուղերի հետ կապը կարծես թե խզված էր, տրանսպորտները ընդհանրապես չէին գնում գալիս ու արդեն ամենը մնացել է իր հույսին։ Ու այնքան չկար, որ այդքան վարածդ ստանաս բերքը ուտես ու դրանից էլ դեր պահես, որ հաջորդ գարնանը վարելու համար։ Ես չգիտեմ, չեմ կարող ասել ինչքան կձգեինք։ Կձգեինք արդյոք։ Միգուցե կձգեինք, եթե մեզ սահմանամերձ բոլոր գյուղերին չկարակոծեին։ Միգուցե կձգեինք, եթե խաղապահները կարողանան խաղապահություն անել եւ թույլ չտան, որպեսզի վարանող հնձողին չկրակեն։ Հանրահավաք ընկրալ։
Այնքան հազար մարդատուս եկա Ստեփանակերտի հանրահավաքին։ Այս ձայնը որտեղ է լսվա։ Ոչ միտեղ։ Абсолютно։ Ու даже ես միշտ ասում, неужели այսքանի մեջի մի հատ չկա մեկը ականջատիրել այդ մարդկանց ձայներին։ Ասով են լսողա պետք է։ Ինչքան եմ ու գոռանք, ինչքան եմ ու գոչինք, եթե իրանք որոշան մասկանան, վեճ սկանալով չն։ Ուտի էլիլելա։ Մենք իմ կարծիքով լրիվության մենակ ենք մնացալ աշխարհից, մենակ ենք մնացալ դաժե հայրենակիցներից։ Արցախը որպես երեխա լքվել է ծնողի կողմից։ Այն ժամանակ վեր երեխան վազալա դեպի մաման խտար չի։ Մաման ասա դե ցավատու է թափտո լյանցակին է։ Իսկական մաման երևի թե կխտե հլամ կասեվեչիչ տապկոտելա։ Միշտ վխեցան մինզան գայքիլան կամ միշտ եսեկիլան վերսլանն բայց ինչ կա ոչ։ Միշտ ուզավ ու այդ ամենափիս շրջանը եթե զուգարավ ինձան գնտվա վերցանոթ համարը պատասխանալ։ Ուզաչում փիս խաբար սկանամ։ Սեպտեմբերի 19-ը մի պատաշուտում ամբեդատուս եկալ վեր դեղալաս տնալի через красный крест минц через ծանոթ ապենա մի հոգի ասма վեր նուրաֆեն դեղան ուղարկելու պիտի կամ ստանա ու այդ դեղը պեկամ ստանամ Արցախի թաղամասից հենց հսամ Արցախի թաղամաս տելեֆոնից յան SMS եկա իմ ընկերուհիս եւ գոլեգաս Էգնարան կերալավ է խնդրում լի զգուշկաս ասում լարված եմ ու ես ինքան հոգնածում եմ այս լարվածա այնքան այդ գիշերները անքոնի ճակես բենեստի տելեֆոն սատ բոյում տվասան ինչա էին ու այդ պահին պարակոցալա մին պագյացամ թա այդ այնքան էլ ինձ ձայնը մոտիկ մի պագյացամ թա ստի անջուկիս կողկամակեցա ես տսալում այդ ծոխը ռեբանասում այդ տղանապիտյան ու ես հասկացամ վեր սկսա մի անգամից վազում տվալ Արցախի թաղամասի падվալն են Շտեղ միասին մխիլա խոխեքնա կեսը դուսյան կեսը շկոլի սունկոցան կեսը ծնողներ մինը լող փրկություն գտալ այդ падվալներում վխեցած անորոշությունից ինտերնետ կավեջ կարողություն ընդհանրապես մեկը մյուսին զանգենք հասկանում չեն ու իզի ամենավախելին էնալը ես հասկացալ չեմ ընտանիքի անդամներս տանան արդյոք տոնը մոծ բենա չէ նշանակում կարող անգամ տանը քեզ նկուղ չինի բայց վերասում տոնը տա արդեն կիմաստատու այնս մի հատ բրոնի մեջի ես գազարչում ես ստանում տոն ես հասկացա չեմ մաման տաննա ամեն տարի քունտո դրտում եմ պիտի մամա լավի մի տեղը ցաումա ամս վայ մամա այդ վաղ տասը մայթս մամա շտեղը տասանց փոխուխեք հասցանքյան տոն ու պրոստո ինձ ուժը ես շատ ուժեղ պանիկավատ կնեի շատ դպրոցից տարբեր խոխեք անիլել մինչև այդ խոխոց տեղավորելը մինչև իրաց ծնողների սպասելը ինձ պատա ժամանակա տվա վես ինձ հավաքին վեր հասալում տուն արդեն իրանը ժամը 6-ը մինա գոզում ընտանիքս անդամեն դասնա այդ վախի մտնոլորտում ուրախությունը դա ուրիշ է դու ահա որ վախումս բայց այնս այդ բային ուրախացած վեճ ինչ հալամսարը 24 ժամ անդադար կարագոսներ անդադար ես даже գիշերվա ժամը 3-ներ թե ինչ ասամ неужели սանք հոգնա չունի մին 15 րոպե ստոպ տան իսկ ես համեր մեր տղիկ պահելոն մաս բա ինչքան ծիկտն էլ ինչքան Ղարաբաղ ծունասողություն լուղ դուսկեգի կամ դուս մեկի լուղ մնացան խոլուշ կուտելիս մնացան մինը մի խաբայես լսելիս մինիմին ու արդեն մեկը մյուսին հակասող ալան մեկը ասма ճանապարհը բացվան 2 ժամով մեկը ասма 50,000 են բաց թողում մեկը ասма կին եւ երեխաներ շատ հակասող ալան ճանապարհը բացվել են ու այդ լուրը հրադադարին իս դեր հույս է տալիս որ դեր մնալու ենք Ստեփանակերտ ու նշեմ երբեք այդ ժամանակ էլ այդ բլակադի ժամանակ կյան միտք չիլել վեր ճանապարհը պես մուկտություն կիրան չէ ես даже միշտ ագրեսիվն եմ լա տնալիս վեր կողքից ասամ պես վեքինան կասամ չէ որ սա ինչ խոսում
ընկերուհիսը վեր ասալա պա լավ վեվի շեմպիոնոտի լինի վեր ինչ սունան ասա մի քչոր յուրոմանան բուստանաման էստին վողոտին բայց դուշ չեմ կիրան քանի որ լույս բան չկա մենք էլ տանը փայտի վարարան ունեինք փայտի վարարան դրած կողքը նստած ու եթե լավ նու բոլորն են հիշում լավ անձրև էր ու մի անգամ դողորդում բան ու ես էլ ինչպես միշտ կատակում փորձում ես այդ իրավիճակում կատակես եղբորս ասում տեսնում Զևսը ինչ էր անում հա ուտեղ Արմենամ ասա Զևսը բենչ հետո ինքը դուսակամ դուսյո կտանանք մուսեթին նստած բեն ու մի կես ժամից վազելով մտում տանը ինչ կա չկա վերցու գնում ենք հիվանդանոց ասում խե բեն թա բայթունալա քանի որ մամաս սաղ կյանքում շտապ օգնությունում աշխատած պրատիվաժոգնի գրեմբան ունենք էդի սաղ վերցնում ենք ու ես ու եղբայրս վազում դեպի հիվանդանոց հիվանդանոցի ճանապարհին ընկերուհիս զանգում ասում բա Նարեկն էլ էր այնտեղ իր աղբերը ու արդեն որ մտանք բանիցան Արմենին ասամ Արմեն դու Նարեկին ճարե քանի որ իմ առաջի գործությունս բժշկականա ընդհանրապես միշտ պրակտիկայի եղել էլի սորսկելում կաթիլայի միացնելում բանում մի անգամից անցում կացա բուն աշխատանքի հու ինչ տվալա ու կոլոմրալ ու դաժե այնտեղ մի հատ ընտանիք այլա իրանք իրանցնի հետ դեղանլա բերած ասան խնդրում դուք լա սորսկեցի հանդիտ ես շատ ժամանակ շում անցկացա այնտեղ բայց այդ իրաց մարմնի հոտը մինչև հիմա ես գիշերը արազումս երազումս տեսնում ու զգում դա կարելի է բացատրեմ շատ անգամ ես փորձում ինքը մոռանամ դա ինչ ոտնե մարդու մարմնի այդ այրվածքն են բայց շատ դժվար է այդ պայթունը ես ասում եմ որ կրակը տարել է նրանց ում խնայել է փամփուշտը 9 ամիս բլոկադայից հետո պատերազմից հետո ես չեմ սին որ պատերազմներին անուններ են տալիս 1 օրյա 4 օրյա 40 պատերազմը մի կես օրն էլ է բավական որ այնքան զոհ տանք ոչ մեկը պատրաստ չէ նման պայթունի ոչ մեկը պատրաստ չի նման այրվածքների երևի ամբողջ մեր հիվանդանոց իր գործունեության տարիների վեր երբեք այդպեսի աժոգներով 10 հոգու չի տեսել 5 հոգու չի տեսել բայց եթե մարդը դեմդ պարկած է դու չգիտես ինքը կինա թե տղամարդ դա դժոխք էլ չի դժոխք ինչ հա դժոխքից փրկություն էլ կա չէ խոստովանումը ապաշխարումը перевод ընտրում դրախտ իսկ մեր ստակում էլ չեն Ախոտքն էլ չեկեմ հանգերա կյանքի և մահվան մեջ մարդը միշտ ընտրում է կյանք ծնողը իրան երեխային մեկը արդեն չկա է մյուսին արդեն ընտրելու փրկելու կամ եթե ինքը անցավ տրանսպորտ չունե գոնե փորձալ հողին լի հասնե մեր բարեկամության մեջ այդ օրերին մի հատ տատիկա մահացավ Այդ տատիկի մահանալու հողարկավորումը իրականացյալ են իրան սեփական տան Բաքում առանց դագաղ հողակի փաթաթալան վերմակով դի հողին են հարսնալ Այդ հողին հասնողը կոզը իրան տատիկնա կամ իրան մամանա ինքն էլ տեղափոխել բայց հնարավորություն չլեր Դագաղ պատերազմից հետո չլեր ամսի 19-ից հետո չլեր ու արդեն Ոնց գեցա սարքել ընտովա, բայց պայթունից հետո դագաղ չիրալ, առանց դագաղ ով ոնց գեցա, մեկը վերմակում, մեկը գորգում, պայթունը դժողքից էլ դժողք է, բայց այդ հակարի ճանապարհը դու հասկանում ես վեր արդեն հետ չստանալ, օշուտ թեքելով չես ու ծանր ալալ, ճանապարհին ամենաստրաշնին այնա վեր Քեզ ասում են վեր քու դիմաց մեքենայի մեջ ին դիակ կա։
ու քանի որ իրենց տատիկն ուր ամահացել, իրենց երեխաներին ով մեքենայում տեղ ունի, տեղափոխին անցկացնի մինչև որ երեխաները չվախենան։ Բուժ աշխատող կամ բժշկական կրթություն ունենալը դա քեզ ուժ չէ տամ։ Ես վախեցամ կամ եշի։ Ու տեսամ պրոստը հունց է մնացած այդ մեքենայի մեջի անդամներին տեղավորում։ Ու հունց մարդիկ kömegen mini. Eminim maşinimi tehçone, ama veç bir xuxan gülgümü qıtanik. Dedi haqar canapara dujuq ki canapara dıraqti elementnerov. Evet canapara aranz et elementneri aranz meki miyovisi oknusan çeyin qaranzning. Aranz mart inelu qayb çeyin qanskin. Որ խեղդող մարդը մի պագուլուխը հանամամաքորոտ օթակաշում, չէ, իմ կարծիքով դա է կատակը, բայց մեր մեջին շատ այդ ինքնապաշտպանողականը, որ իրականությունից փախչելու եւս մի միջոց է, մեր մոտ պատաստացվում է, ու իրականությանը վախում ենք նայենք, ես ինքս իրականությանը շատ վախում եմ, իրականությունը շատ պիտի ուժեղինիս, կամ պիտի պոլնի տոպոյ դանգլամարտինիս վեկայիս իրականությանը ստիպեց հաշկիրայեշիս։ Ես շատ անգամ ամեն համարյա թե ամեսը մեր հետերկու հետ գիրում տարբեր պատմություններ։ Վերը տխուրա, բայց ես հումորային երանգում տան, որպեսզի մարդիկ կարդալով կարողանան եւ հիշին, եւ վերապրին, եւ ինչու ոչ մի քիչ էլ ծիծաղեն։ Մենք այդ հիշողություն ունենք, ու միայն այդ հիշողության շնորհիվ մենք կարողացանք այս 2 տարին արդեն գոյատևինք, այդ հիշողությունը սպահլանա։ Արցախը, արցախցիներն են, ուշտեղին են ու անկերտել ու նրանց Արցախը, պրոստը առանց վղ շատ դիժիր է, շատ, դու կարում սլի երկու վնավ կաղնիս, ես միշտ այս ծեպը կրում եմ, սա իմ պապիկից, ձեդոից ստված վերջին նվերն է, վերջին պենսիան տվալա, ասակզըտ իմ պենքարնիս, ու ես հարալում ստամ, միշտ կլոնալա կաղտված, հետո վեր տեղափոխվալում ստով ես դեպքերից հետո, ես տասարկամ կապսուլամ, որի վրա գրածա մեր տան կորդինատն են, քաղաք Ստեփանակերտ, Սպանդարյան 33, հիմա տեսնում եք չէ, Ադրբեջանը ոնց է ամեն ինչին հողի հետ հավասարեցնում, ու այդ կորդինատն են գրալում հանցվեր, եթե անգամ մեր տունը հողի հետ հավասարացածնի, ես կորդինատներով գտնիմ տա։ Իսկ մեջին է մեր տնից հողը, ինքնից ուժատ է, լուբոյ խաչա է ուժեղ ուժատ է։ Ինձ էտ ամենատիժիր պենենելը վեր ես կուխնյու պատուհանից տսամ թա մամասն ծավիրան տանա հաջողանում։ Առանց բառ, հանգիստ, շատ հանգիստ, ինքը այդ տանը ծնվել է, ինքը այդ տանը ամուսնացել է, իրան խոխեքը այդ տանն ծնվել, այդ տոնը իրան պապան մաման կառուցել, ու ինքը սաղ կյանքը միշտ վիրանորոգելիս էլ է, քանի որ մինակալ իմ պապաս շատ շուտ է մահացան, ինքը միշտ ամեն մինտեղ վզր քինելիս նուր տան ինչ ռեմոնտը սասասա մեր տանը պիտի ինի, կամանց սարկալա, ամեն հնարավորություն տիրել է, ու արդեն այդ հրաժեշտի պահը մաման հերթավ, երկրորդ հարկավ շրջվալա, հետո կշացալ պերիվի էտարում, բանկոցը սենյակը, ստիրան բանկոցը եշեր, մոչև էտ են պոլկիկը զակազատվալ վեր, հանգած վարինյուն խարնոր է ճախտիրեցին հետ, ու շատ մակրաս էր մամաս, շատ, Ֆոխրյան չնչոնեն տին ասում, ու ինքը տինա, վերջին օրը հայատուն տիրեց, մի ղզղանում տակ ջուրա, լավ թկցալան, ինքը շյուրի լվացա, դաժը են շյուրի, որոնք երջ ունելու, ող կաղտվա, ստոլի շյուրի լվացա, կաղտվա, հայատը սիրպել, ու տանից դուս գելիս մը գյացալի վերի, մուկ մնամը ինքը կյամա ասալա, տանան դուս գելիս հայատը կսիրպից,
Ու վերջում ամսի 28-ին տան հանդես գալիս։ Ես հայտեսի բան։ Միշտ ասում վեթի կինամ, վաստալավ կինենում, շուշուալ գուլան պապուչի ձախի կարնում, մտնիմ հենգիստը, ողջին բարև տամ, ասին պատա ես պլետիկ տների յույանիմ հետու գալում ստայիք մակր, ոքյամ տա։ Ես շատ եմ է ուզում, շատ, միշտ գիմ տա, Արցախը իմ ուսան։ Դիժա տաս խալա, ողջիննա, չէ։ Ոսկիմ տայ, պատա շատ է իմս։